հյուրանոց, բոլոր հյուրերին, անգամ ունենք նորապսակներ, որ նորապսակները այսօր գիշերը եկել են իրանց առաջին գիշերն են անցկացնում ու խոսքի մարդկանց վերցնում են առավոտ ժամը 7-ին շատ բիրտ, շատ կոպիտ ձևով դուրս են հանում հյուրանոցի տարածքից, բացի դրանից ռեստորանում հյուրեր ունենք, ովքեր նախաճաշ էին եկել, հյուրերին կիսատ են թողել իրանց հացը, ասել են շուտ, արագացեք, հավաքեք ձեր վեշերը դավայից, ստեղից դուրս եկեք, ստեղ ուզարկումը։ Այդ ինչ շնորհք է, ով է տենց բան, ով է պատասխան տալու սրա համար։ Դեկտեմբեր ամսից մենք կոնկրետ անուն ենք անել, կոնկրետ ամեն ինչ արել ենք, որ Ծաղկաձորի կյանքը փոխենք, որ ամեն տուրիստ, ով գալիս է այս երկիր, մեր հյուրընկալությունը տեսնի, մեր վերաբերմունքը տեսնի։ Ծաղկաձորում երևի ամենաէժան ռեստորանը մեր ռեստորանն էր։ Ինչի համար ենք դա արել, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցներ, որ մենք ինչ որ մեկի գրպանին ենք կպտում, հակառակը մենք ցույց ենք տալիս մեր հյուրընկալությունը, թե ինչքան մենք մեր հայ ազգի ջիգարն ենք ցույց տալիս։ Էսա մեր ջիգարը, էսա մեր իշխանությունները անում։ Ինչ անշակում, այսքան մարդու թողնել անգործ։ Ում ինչ իրավունքով, եթե ունեք ինչ որ քաղաքական ինչ որ չգիտեմ, իրար հետ չեք կարողանում հարց լուծեք, այս ժողովուրդը ինչ կապ ունի դրա հետ։ Ես ուզում եմ դրա համար պատասխան տան։ Այս ինչ է նշանակում իմ սենյակը մտնեն, դարակներս ջարդուխուրդ անեն, քանդեն դուրս գան։ Ով է այդ իրավունքը տվել։ Այսինքն որ իմիջային առումով նույնպես վնաս է հասցվել հյուրերի կողմից, հատկապես արտասահմանցի հյուրերի կողմից ինչ արձագանք է եղել։ Ասեմ ավելին, արտասահմանցի հյուրերի կողմից այդ հյուրանոցի մեր մենեջերը ավելի հստակ ասի, քանի որ ռեստորանը ավելի շատ ոնց որ տեղային է։ Մենք այդպես քիչ ամրագրումներ ունենք տուրիստականների առումով, այդ առումով չեմ կարող պատասխանել, դրա համար կպատասխանի մեր հյուրանոցի աշխատակիցը։ Ես ռեստորանի մասով կարամ ասեմ, որ ես ունեի բազում ամրագրումներ, հարսանիքներ, հարսը զանգել է ինձ կոնկրետ լացում, ասում Արմինե ջան, ասում ինչ անեմ։ Ասում այ ցավը տամ, բայց ես ինչ եմ, արի իրար ձեռ բռնենք, գնանք կառավարության շենքի դեմը կանգնենք, ասենք ախպեր ջան, այս մարդիկ չեն թողնեմ, որ դուք հարսանիք անեք ըստեղ։ Ինչ անեմ, ասեմ ավելին, հուլիսի 8-ին, իդեպ պարոն Փաշինյան, հուլիսի 8-ին վիրավորված զինվորի ծնունդ էր ու ես եւ Հովսեփ Սահակյան հյուրանոցի տնօրենը մենք որոշել ենք մեր անձնական գումարով այդ տղայի ծնունդը մեր մոտ կազմակերպենք լրիվ անվճար իրան տրամադրում ենք հյուրանոցի համար իր համար նվեր ենք պատրաստել ինչպես նաեւ բնականաբար իր ծնունդը մենք անվճար ենք ու ես ու Հովսեփը որոշել ենք որ այդ մեր կողմից է արվելու ու այդ մարդը զանգում է ինձ ասում Արմինե ջան բա ես գալիս եմ ու տեսնելով մեր այդ հաղորդագրությունը որ մենք դրել ենք որ մեր ռեստորանը ժամանակավորապես չի աշխատում ու այն որ գետինը մտնի ավելի լավ էր, քան թե սենց բանի առաջ կանգնենք։ Ես չգիտեմ, ես պահանջում եմ իշխանություններից, այս որոշումը չեղարկեք, մարդիկ թող գան խելոք իրանց համար, իրանց գլուխները կախ աշխատեն, մենք դա պահանջում ենք, դա մեր իրավունքն է, որ սև լիներ այդ 2018 թիվը, որ ես անձամբ գնացել եմ այդ անտեր հրապարակում գոռացել եմ Նիկոլ Վարչապետ, որ այսօրվա դրությամբ սենց վիճակում լինեմ։ Եղունգը չարժե Գագիկ Ծառուկյանի։ Ես այդպես ղեկավար չեմ տեսել իմ կյանքի մեջ, շատ ղեկավարներ եմ ունեցել, բայց իր նման ջիգարով, իր նման մարդասեր, իր նման Աստծով, իր նման բարերար գոյություն չունի այս երկրում, գոյություն չունի ու գետինը մտնեք, ամոթ լինի ձեզ, որ դուք նման բան արեցիք, կամ այդ կադրերը, այդ շոուները, ում եք գժի տեղ դնում, էլի։ Դուք նա Ծառուկյանի հետ նստեք, երկու բառ խոսացեք, դուք տեսեք ինչ տիպեք մի 6 ամիս մոտիվացվում։ Այդ մարդը այսքան արե դրե ստեղծել է, որ գաք տենց յանի ձեր մոմենտով բռնեք փագեք, ասեք դավայցի գնացեք տուն, կներեք իմ փողոցային բարբարի համար, ուղղակի շատ բարկացած եմ։ Չի կարելի, սենց բան չեն անում։ Շնորհակալություն, ասացիք մենեջերը, որ խնդրեմ կմոտենա։ Արևիկ։ Դարեք մոտեցեք խոսեք։ Իմիջի հետ կապված եմ ուզում հարցնել, նշվեց, որ իմիջային վնաս է հասցվել հյուրանոցին, հատկապես ինչ խնդրի առջև եք կանգնել ու ինչ արձագանք է եղել հյուրերի կողմից։ Դե արտասահմանցի հյուրեր ունեինք, հա, երկար ժամանակով այսպես ամրագրված էր, շատ վատ իրավիճակ հա ստեղծվեց, որ 19 գիշերակացով այսպես հստակ ամրագրումներ ունեինք, մի քանի սենյակներ ու չգիտեմ չէինք կարողանում հստակ բացատրել ինչ ժամկետներում հա կարող ենք իրենց հարցին լուծում տալ, այսպես շատ վատ իրավիճակ ստեղծվեց, գոլեգաս կշարունակի։ Տեսեք իրականում նման ամրագրումներ շատ ունեինք եւ այսպես ասած լավ թափով այդ գործը առաջ էր գնում Մոսկվայից ունեինք մարզիկներ բոքսի թիմեր հավաքականի ինչ որ մաս էին փոքր երեխաներ էին եւ իրենց հետ իրենց մարզիչներ ու այստեղ առավոտյան շուտ ժամը 7:30-ին զուտ այդ մարդկանց ասելով
դուրս եկեք, ոնց ուզում եք, ուր գնացեք, ինչ ուզում եք արեք, այսպես կանգնել ենք, նայում ենք իրար երեսի ու չգիտենք ինչ պատասխանենք այդ մարդկանց 19 գիշերակաց ամրագրված, դրանից դուրս էլի ունեինք ամրագրումներ, որոնց սպասում էինք այս օրեքուց, այն մյուս օրը բավականին լավ այսպես ամրագրումներով հագեցած ամիսներ էր մեզ մոտ Բայց այսօրվա դրությամբ, այսպես ասեմ, շատ եմ ափսոսում եւ մեր ամբողջ թիմը եւ մեր ամբողջ կազմակերպչական այդ նախաձեռնությունները, որ մենք այսպես դրել էինք, ամբողջ այսպես թափով, հույսով ուզում էինք աշխատեինք, ամեն ինչ անում էինք, որ առաջ գնա, դե գիտեք, մեր հյուրանոցը նորաբաց էր, մեր թիմը այսպես նոր թիմ, հավաքված բոլորս այսպես չգիտեմ, ամեն ինչ ուզում էինք անենք, որ շատ լավ լիներ եւ հույս ունենք, որ իրոք կվերաբացվենք նոր թափով, էլի նոր հույսով, նոր հավատով կսկսենք աշխատել։ Այստեղ յուրաքանչյուրս ամեն մեկս մի ընտանիքի ինչ որ հարց, ինչ որ սոցիալական խնդիր մեր առաջ դրած աշխատում էինք։ Եվ այսօր իրոք մենք բոլորս խնդրի առաջ կանգնած ենք, նույնիսկ մեկ օրը, որ մենք չաշխատենք, դա մեզ համար արդեն խնդիր է, արդեն ինչ որ այսպես մինուս կա մեր սոցիալական կենցաղային եւ այլն խնդիրների մեջ։ Շնորհակալություն։